Վաղվաղժան դատան մասում կատարենք պայմանավորման հիմքերին նշվածով պայմանավորված գտնում ենք, որ միջդատական վարորդի ընթացքում նեղատյալի նկատմամբ կամայքի ժամկետը երկարաձգելու մասին որոշում կայացնելուց ի վեր որևէ էական հանգամանք չի ստեղծվել։ Վաղվաղժան դատան նշված կապակցությամբ հարկ է փաստել, որ 25 թվականի դեկտեմբերի 13-ին Երևան քաղաքի առաջացան քարոզության քրեական դատարանի կողմից որոշում կայացնելիս դատանը համամիտ է եղել վարորդ իրականացնող մարմնի այն մտաբախության հետ, որ մեղադիալը ազատության մեջ մնալու դեպքում չի կատարի քրեական դատավորության օրենսգրքով կամ դատանի որոշմամբ իր վրա դրված պարտականությունները։ Վաղվաղժան դատան հարկ է համարում արձանագրել, որ սույն փուլում ևս ազատության մեջ մնալու դեպքում մեղադիալի կողմից քրեական վարորդին խոչընդոտելու, այդ թվում ապահովման գործընթացին ապօրինի միջամտելու, իր վրա քրեական դատավորության օրենսգրքով դրված պարտականությունները չկատարելու հավանականությունը բարձր է։ Նման եզրանկման հիմքում ընկած են հետևյալ հանգամանքները։ Սույն քրեական գործը գտնվում է դատաքննության փուլում, դեռևս հետազոտված չեն առանցքային նշանակություն ունեցող ապացույցները։ Գործով անցնում են անձին, ում հետ մեղադիալը գտնվում է որոշակի փոխհարաբերությունների մեջ, մասնավորապես եկեղեցական կանոնների վրա հիմնված եւ արդեն իր ձևավորված կանոն հարաբերությունները այն եկեղեցական կանոնակարգով հաստատված վերադաս հոգեվորական։ Մեղադիալի մեղսագրվում է մեկից ավելի ենթադրյալ հանցանքի կատարում, այդ թվում նաև ծանր հանցանքի կատարում։ Մեղադիալի մեղսագրվող հանցագործությունների բնույթը, վտանգավորության աստիճանը, այդ թվում նաև հանցավոր մտադրության իրականացման աստիճանը, ենթադրյալ կատարման եղանակը, սպառնացող հնարավոր բաժի խստությունը, մասնավորապես վերջին թիվս այլի մեղսագրվում է ծանր հանցագործության կատարում, որի համար պատիժ է նախատեսված բացառապես ազատազրկման ձևով 4-ից 8 տարի ժամկետով։ Միաժամանակ հարկ է փաստել, որ թեև հանցագործության ծանրության աստիճանը չի կարող ինքնին հիմնավորել ազատությունը զրկելու անհրաժեշտությունը, սակայն մեղադիալին վերագրվող հանցավոր արարքների բնույթի վտանգավորության աստիճանը ունեն էական նշանակություն նրա հետագա վարքագծի հավանականությունը կանխորոշելու հարցում։ Բացի այդ, Վաղվաղժան դատան հարկ է նկատել, որ քրեական դատավարության օրենսգրքի 116 հոդվածի 2-րդ մասում թվարկված մեղադիալի հավանական գործողությունների մասին հետևությունները չպետք է հիմնված լինեն ոչ կամիտ կասկածների կամ ենթադրությունների վրա, այլ ոչ թե արդեն իսկ պետք է հիմնված լինեն ոչ կամիտ կասկածների կամ ենթադրությունների վրա, այլ ոչ թե արդեն իսկ կատարված գործողությունները հավաստող փաստերի վրա։ Ամփոփելով վերողյալը արձանագրում, որ գործում առկա են փաստական տվյալներ, որոնք բավարար են հիմնավորել մեղադիալի սույն փուլում անազատության մեջ պահելու անհրաժեշտություն եւ առկա չէ այնպիսի հանգամանք, որի դեպքում կհիմնավորվի առավել պիտանի խախտամիջոց կիրառելու անհրաժեշտությունը։ Այլ կերպ կոնկրետ դեպքում այլընտրանքային խախտամիջոցները պիտանի չեն հետապնդող նպատակին հասնելու համար եւ իզորու չեն հակակշռելու մեղադիալի ոչ իրավաչափ վարքագծի դրսևորման ռիսկը, հնարավորություն տալով ապահովելու նրա անձնական ազատության իրավունքի եւ վերջինի մասնակցության գործի պաշտպանության հանրային միջև արտադրացի առասարակշռությունը։ Հետևաբար գտնում ենք, որ մեղադիալի նկատմամբ կիրառված խախտամիջոցը անհրաժեշտ է երկարաձգել ևս 3 ամիս ժամկետով։ Վաղվաղժան դատարան ըստ էության այո